Իրանը վստահեցնում է, որ խափանել է Զանգեզուրի միջանցքի բացումը։ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին է հայտարարել, որ որոշ երկրներ փորձեցին Զանգեզուրի միջանցք ստեղծելու նպատակով Հայաստանի միջոցով Ադրբեջանը կապել Նախիջևանին, բայց Իրանը խափանեց այդ ծրագիրը։ Հակառակ դեպքում կմասնատվեր Հայաստանը, կշրջափակվեր իրանական միջանցքը, նաև Ռուսաստանը։ Ի տարբերություն Իրանի աշխարհիկ իշխանության որոշակի ներկայացուցիչների, ովքեր ասում են, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը եւ Իրանը դաշնակիցներ չեն, Իրանի հոգեվոր առաջնորդի խորհրդականի գնահատականներում մենք շատ սթափ գնահատական ենք տեսնում եւ հասկանում, որ իրենք էլ շատ լավ գիտեին, որ Զանգեզուրի միջանցք ասվածը ոչ միայն ոտնահարում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, այլ նաեւ մի ծրագիր էր, որը ուղղված էր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ Ռուսաստանի դեմ, այս երկու պետություններին իրենց մասով տրանսպորտային լոգիստիկ բլոկադայի ենթարկելու համար։ Թե ինչպես է խափանել Իրանը Զանգեզուրի միջանցքի բացումը չի հստակեցնում Թեհրանը, բայց փաստ է, որ վերջին շրջանում դրա վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ունենում իրանցի պաշտոնյաները։ Նախ եւ առաջ իրենց քաղաքական դիրքորոշմամբ եւ երկրորդը երևի ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ դեռևս 22 թվականին Ջերմուկի հարակից հատվածում բախումների ժամանակ Իրանը բավականին մեծաթիվ զորքեր կուտակել Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի սահմանների հատման կետում։ Հիմա դեռևս քաղաքական զենքերն է օգտագործում մեր հարավային հարևանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ապրիլի վերջին Բաքու մեկնելուց առաջ ադրբեջանական ASTV հեռուստաալիքի հետ զրույցում հիշեցրել էր տարածաշրջանում սահմանների անխախտելիության անհրաժեշտության մասին ու նկատել, որ իրենք Ադրբեջան-Նախիջևան կապի համար ճանապարհ են սարքում։ Փեզեշքյանի անսպասելիորեն արագ ավարտված Բաքու այցից հետո Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնեց Թեհրան, այնտեղ հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծ չկա։ Դրանից հետո Իրանի դեսպանը Հայաստանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը չպետք է լինի երկրների ինքնիշխանության խախտման հաշվին։ Վերլուծաբանները Իրանի ակտիվությունից ենթադրում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան կուլիսային բանակցություններ Զանգեզուրի միջանցքի հարցով։ Արդյոք Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, թե իրենք խափանել են Զանգեզուրի միջանցքի ծրագիրը, նշանակում է, որ այդ գաղափարից հրաժարվել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Իհարկե Ադրբեջանն եւ Թուրքիան չեն հրաժարվել այդ տարբերակից։ Պատկերացնենք մի իրավիճակ, Աստված մի արասը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ինչ որ մի բան որոշեն ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան փորձելու են դրանից օգտվել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա հակազդեցություն Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից, այս պայդորությամբ կյանքի կոչելու հնարավորություն իրենք չունեն։ Այդ մասին ըստ էության լրագրողներին ասել Էրդողանը մայիսի վերջին Լաչինից Թուրքիա վերադարձի ճանապարհին։ Նա հույս էր հայտնել, որ հարևան Իրանը կաջակցի Զանգեզուրի անցուղու բացման հարցում։ Ռեջեփ Տայիպ Էրդողանը նշել է, որ Զանգեզուրի միջանցք ասվածի իրականացման հարցում ամենամեծ եւ գլխավոր խոչընդոտը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, նկատեք ոչ թե Հայաստանը, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։